Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն է, այսօր մեր տաղավարում է քաղաքագետ Էդգար Առաքելյանը, բարև ձեզ և շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Հրավերի համար։ Պարոն Առաքելյան, ներքաղաքական զարգացումները ավելի են աշխուժանում, ավելի են ակտիվանում, ուզում եմ ձեր այսպես համառոտ տեսակետները մեր ունկնդիրների համար արտահայտեք Ինչ սպասումներ ունեք այսօրվա այս քաղաքական իրողություններից ելնելով։ Դե բնական է, առաջիկայում ընտրություններ են, հունիսի 7-ին մի ամսից ավելի ժամանակ է մնացել, ու բնական է, որ տարբեր քաղաքական ուժեր իրենց հայտերը պետք է ներկայացնեն, ավելի ակտիվանան ու դրանից բխող բոլոր հանգամանքներով։ Ակնկալիքները, եթե կարճ ասեմ, բնականաբար ֆավորիտը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, իսկ մնացած կան իհարկե դաշտում նաև բացի նախկիների այսպես ասենք այդ եռագլուխ ուրեմն դաշինքից, նաև կան այլ քաղաքական ուժեր, բնականաբար, բայց կրկնեմ, ֆավորիտը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը գնում է ընտրությունների բացարձակ հաղթանակ տանելու համար։ Դուք ասացիք ֆավորիտը, ինչով է այդ ֆավորիտ հասկացողությունը հիմնավորում, ինչու է ֆավորիտը քաղաքացիական պայման, որովհետև հակառակ կողմից էլ ասում են, որ ֆավորիտը նույնիսկ տեսակետներ եմ ես լսում, որ ասենք Սամվել Կարապետյանի դաշինքն է, որը մեծ գնալով ավելի ու ավելի մեծ թափ է առնում եւ խոստանում է լինել իշխանության իրական այլընտրանքը, փոփոխությունների իրական այլընտրանքը։ Տեսեք, նախորդ ընտրություններին 21 թվականին այդպիսի բարձրագույն հայտարարություններ անում նաև Ռոբերտ Քոչարյանը, որ կռելու ենք։ Մենք տեսանք, թե Ռոբերտ Քոչարյանը ինչ ձայներ հավաքեց եւ ըստ էության տեղ ունեցավ այն, ինչ որ մենք այն ժամանակ ասում էինք, էլի հաղթեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ցավում եմ շատ մարդկանց համար, որ այդ փոփոխությունները կապում են այն մարդկանց համար եմ ցավում, ովքեր այդ փոփոխությունները կապում են Սամվել Կարապետյանի հետ, քանի որ Սամվել Կարապետյանը իր եղբայրը, իր քաղաքական շրջապատը միշտ եղել են հին եւ երևի ամենահնից էլ հին են եւ հետեւաբար նորի հետ որևէ աղերս չունեն, ուստի եւ նաեւ ինչ վերաբերում է իմ նաեւ համոզմունքը, որ ֆավորիտը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, դա նախ եւ առաջ խոսում է այն մեծածավալ աշխատանքի մասին, որ վերջին 5 տարիներին արել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, թե տնտեսական, թե սոցիալական, թե ենթակառուցվածքային, թե կրթական, թե անվտանգային, թե ռազմական, թե ուրեմն բժշկական եւ այլն, այսինքն մենք բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում տեսնում ենք մեծածավալ միլիարդավոր դոլարների աշխատանք, որոնք այսօր շոշափելի են, նյութական են, այսինքն ինչ որ դա երևակայական աշխատանքներ չեն, որի մասին մենք խոսում ենք, եւ դրա արդյունքում քաղաքացին տեսնելով արված գործը, քաղաքացին նաեւ տեսնելով այն ծրագիրը, որը այսօր առաջ է տանում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իսկ ծրագիրը խաղաղության մասին է, ծրագիրը Հայաստանի անկախության ու ինքնիշխանության մասին է, ծրագիրը Հայաստանի ժողովրդավարության մասին է, տեսնելով մեր քաղաքացիները այդ ամենը, բնականաբար ձայնը տալու են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Դա են վկայում նաև անկախ, շեշտեմ, անկախ ոչ թե ինչ որ չգիտեմ այլ տեղական ֆիլիալներ կամ չգիտեմ իրենց կողմից պատվիրված հարցումները միջազգային հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպությունների հարցումները նաև դրա մասին են վկայում։ Ահա այս ամենի հանրագումարը ինձ թույլ է տալիս ասել, որ այո, ֆավորիտը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Ինչ եք կարծում, մեր շուրջը ամեն դեպքում խաղաղ չի եւ այս իրողությունները առհասարակ եւ գերտերությունների այսպես հակամարտությունները լայն իմաստով ինչքանով կարող են ազդել մեր ներքաղաքական իրողությունների վրա։ Տեսեք, դուք նշեցիք, որ մեր շուրջը խաղաղ չի, իհարկե խաղաղ չի, բայց մենք այսօր ապրում ենք մի բացառիկ իրավիճակում, երբ երևի մեր վերջին տասնամյակների պատմության ընթացքում իրավիճակը, երբ որ հենց մեր շուրջը խաղաղ չի, բայց մենք ենք խաղաղ։ Ու սա նաև ներկայիս կառավարության քաղաքականության արդյունքում է։ Այսօր
խաղաղության օրակարգը, որը առաջամղում ներկայիս իշխանությունը, ներկայիս քաղաքական ուժը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դրանք տալիս են պտուղներ եւ այսօր այո մենք ապրում ենք փաստացի խաղաղության ժամանակահատվածում եւ խաղաղությունը այն կարևոր նաեւ գործոնը, որ մեզ հնարավորություն է տալի առաջիկայում թռիչքաձև զարգացում ապրել։ Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային գործընթացների ազդեցությունը մեր վրա, իհարկե մենք ապրում ենք այս տարածաշրջանում եւ դա չի կարող իր ազդեցությունը չունենալ մեր վրա եւ մեր խնդիրն է, որպեսզի մեր բազմակողմ քաղաքականության միջոցով կարողանանք հավասարակշռել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ։ Այդ ռիսկերը նախ եւ առաջ կարող են տնտեսական լինել, օրինակ կապված Իրանի հետ հարաբերությունները եւ այստեղ էլ այս պատերազմի վերջին այդ ակտիվ փուլում մենք տեսանք, որ Հայաստանի Հանրապետությունը տնտեսական առումով այդքան էլ լուրջ կամ շատ աննշան միգուցե այսպես բացասական ազդեցություններ իր վրա վերցրեց եւ սա նույնպես նշանակում է, որ մենք տիրապետում ենք իրավիճակին եւ ունենք տարբեր սցենարներ եւ համապատասխան սցենարների զարգացման պարագայում նաեւ մենք ենք համապատասխան գործողություններ անում։ Այսինքն բոլոր դեպքերում դուք գտնում եք, որ մենք այնպիսի ներքին քաղաքականություն ենք վարում, այնպիսի այսպես զրահապատված ներքին քաղաքականություն ենք վարում, վտանգներից պաշտպանված, որ ինչ արտաքին իրողություններ էլ տեղի ունենալ, մենք բավականին լուրջ ներքին ռեսուրս ունենք այդ իրողություններին դիմակայելու համար։ Տեսեք, դառնապես այսօր աշխարհը բավականին անկայուն է դարձել եւ այո մենք հնարավորինս անում ենք, որպեսզի ցանկացած սցենարի դեպքում մենք հնարավորինս քիչ ուրեմն ուժած դուրս գանք այդ տարածաշրջանային զարգացումներից։ Այո, մեր կառավարությունը ամենօրյա ռեժիմով հետևում է այդ ամբողջ գործընթացներին, պլանավորում է ցանկացած սցենար եւ բնականաբար վերջին օրինակը ցույց տվեց, որ այսինքն վերջին օրինակի արդյունքով մենք կարող ենք ասել, որ այո մեր աշխատանքի արդյունքում մենք այս իրավիճակից գոնե այս պահի դրությամբ դուրս ենք եկել շատ նվազ այսպես կորուստներով կամ գրեթե առանց կորուստ այսպես։ Խաղաղության գործընթացի մասին մի քիչ խոսենք, որովհետև այսօր տեսեք նոր իրողություններ են ի հայտ գալիս, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների դաշտում եւ արդեն իշխանական շրջանակը փաստորեն փաստում է, որ Ադրբեջանի միջամտությամբ հայ-թուրքական հարաբերությունները խոչընդոտվում են։ Ինչ կարծիք եք, Ադրբեջանը կարող է հասնել նրան, որ հայ-թուրքական հարաբերությունները խոչընդոտվեն, մասնավորապես սահմանը չբացվի։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ունեն ռազմավարական դաշնակցային եղբայրական հարաբերություններ եւ ակնհայտ է, որ նաեւ Ադրբեջանը լուրջ ֆինանսատնտեսական ներկայություն ունի Թուրքիայում, հետևաբար նաև քաղաքական ներկայություն ունի Թուրքիայում եւ հետևաբար ակնհայտ է, որ Ադրբեջանը ունի բավարար լծակներ, որպեսզի հնարավորինս, եթե ցանկություն ունենա, խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կամ ձգել կամ գոնե ձգել այնքան ժամանակ, ինչքան որ իրեն է պետք, սա մեկ, այսինքն Ադրբեջանը բավարար գործիքակազմ ունի եւ հասնում է իր նպատակներին, ըստ մենք դա բանում ենք այդ տեսանկյունից, որ Ադրբեջանը ինչ որ առումով ազդում Թուրքիայի վրա, ապա հա կարող է Ադրբեջանը ազդել։ Մյուս կողմից էլ, բայց պետք է նաև նշենք, որ Թուրքիան էլ ունի իր շահերը կամ իր հետաքրքրությունները կամ իր մոտեցումները տարածաշրջանում եւ նաեւ ինչ որ պահից այնպես չի, որ Թուրքիան պետքա մշտապես ուրեմն հետևի Ադրբեջանի կամ ենթարկվի Ադրբեջանի ազդեցություններին, Թուրքիան էլ որպես տարածաշրջանային գերտերություն ունի իր նեղ շահերը այս տարածաշրջանում, ավելին ասեմ կարող են լինել շահեր, որոնք համապատասխան են նաև Հայաստանի Հանրապետության, այսինքն մարտավարական ինչ որ շահեր, որոնք համապատասխան են նաև Հայաստանի Հանրապետության շահերին, տվյալ դեպքում օրինակ կոմունիկացիաների բացումը, ակնհայտ է, որ Թուրքիային դա ձեռնտու քայլ է, ակնհայտ է, որ Հայաստանին դա ձեռնտու քայլ է։ Եվ հետեւաբար այստեղ բնականաբար կան այսպես տարբեր խութեր եւ տարբեր հնարավորություններ եւ պետքա մենք ժամանակի ընթացքում փորձենք նաեւ
երկկողմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մակարդակով էլ փորձենք այդ խութերը հարթել, որքան կստացվի դա ցույց կտա ժամանակ։ Այդ խոսում եք եւ կողմնակիցն եք ըստ էության բազմակողմանի արտաքին հարաբերությունների, այսպես բալանսավորված ըստ ձեզ արտաքին հարաբերությունների, ըստ ձեզ որևէ ձևով կարող ենք բացել վերջին Նիկոլ Փաշինյանի վերջին արտահայտությունը, որ Ռուսաստանի հետ ձեռք է բերվել ռազմավարական համաձայնություն, որի մասին ավելի կմանրամասնվի հետո։ Ըստ ձեզ ինչպիսի ռազմավարական, գոնե կանխատեսելի ձեր կարծիքը, ինչպիսի այդ ռազմավարական համաձայնություն կարող է դառնալ։ Ես շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց միևնույն ժամանակ այո, տեղյակ եմ, որ վերջին հանդիպումը բավականին լավ հանդիպում է եղել, դրա մասին խոսել է նաև։ Դուք դրականորեն եք գնահատում։ Այո, դրա մասին խոսել է նաև Հայաստանի վարչապետը, խոսք է գնացել նաև անվտանգային ոլորտում որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման մասին, որոնք վերաբերում են նախորդ պայմանավորվածություններին, եւ ես կարծում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շատ թունավորում են այն քաղաքական ուժերը Հայաստանի ներքաղաքական դաշտում, ովքեր այսօր ցույց են տալիս, որ իբր ավելի շահագրգռված են դեպի ռուսական ուղղությունը, քանի որ հենց այդ անձանց շնորհիվ է, որ նաև հայ-ռուսական հարաբերությունները երբեմն վատթարացել են կամ վատթարանում են, եւ հետեւաբար նրանք նաև արջի ծառայություն են մատուցում հայ-ռուսական հարաբերություններին։ Այն ուժերը, ովքեր իսկապես շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների բարելավմամբ, պետքա ոչ թե հարցին մոտենան մաքսիմալիստական տեսանկյուններից, այսինքն տեսեք, այսօր մենք ունենք ուժեր, որոնց երբ որ լսում ենք, տպավորություն է ստեղծում, թե մեր մոտ խոսում են Ռուսաստանից եկած կամ ռուսական, չգիտեմ, Եդինայա Ռոսիա կուսակցության ինչ որ մի թևը, այդ մարդկանց խոսույթում չկա ընդհանրապես Հայաստանի Հանրապետության շահ, բացառապես Ռուսաստանի շահ։ Այսպես միգուցե իրանք ուզում են հաջողանալ Ռուսաստանին, բայց միևնույն ժամանակ այդպես իրանք ըստ էության անտեսում են Հայաստանի ու Հայաստանի ժողովրդի ազգային պետական շահին։ Եվ հետեւաբար նրանք, ովքեր օբյեկտիվորեն ցանկանում են բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, օրինակ ես ցանկանում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները բարելավեն եւ ընթանան նորմալ գործընկերային հունով։ Այդ մարդիկ պետքա ռացիոնալ վարվեն, ռացիոնալ գտնվեն, մոռանան անցյալի այդ ստրկատիրոջ եւ ստրուկի հարաբերությունների այդ բնույթը, քանի որ նախորդ տարիներին մենք ունեցել ենք այդ 20-25 տարիներին մենք ունեցել ենք ոչ թե դաշնակիցների հարաբերություններ, այլ մենք ունեցել ենք ստրկատիրոջ եւ ստրուկի հարաբերություններ, ինչու էր այդպես, որովհետեւ մեր քաղաքական էլիտան ստրկական ենթակայության մեջ էր Ռուսաստանից տարբեր պատճառներով, իսկ դրա գլխավոր պատճառը իրենց լեգիտիմության բացակայությունն էր։ Իրենց այդ լեգիտիմությունը կամ իրենց իշխանության երաշխավորը այստեղ Ռուսաստանն էր։ Իսկ իրանք շատ են, չէ՞, խոսում երաշխավորներից, բայց իրականության մեջ իրանց հոգու խորքում կամ իրանց հիմնական նպատակը ոչ թե Հայաստանի, Ադրբեջանի միջև խաղաղության երաշխավորի գտնելն է կամ Հայաստանի ինքնիշխանության երաշխավորի գտնելն է կամ Հայաստանի անվտանգության երաշխավորի հարցի լուծումն է, այլ իրենց իշխանության երաշխավորի հարցի լուծումն է։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, որ այս մարտիկ ու նաև Ռուսաստանից էլ պետքա մոռանան այս մտայնությունը, նախորդի այդ դառը փորձը, եւ եթե իսկապես ուզում են, որ հայ-ռուսական հարաբերությունները բարելավեն, ապա իրանք պետքա ելնեն այսօրվա իրավիճակից, իրանք պետքա ռացիոնալ գնահատեն, իրանք պետքա գնահատեն վերջի վերջո Հայաստանը անկախ պետություն է, որքան էլ շատերը ցանկանում են կամ չեն ցանկանում, եւ հետեւաբար Հայաստանի հետ պետքա հարաբերվել որպես գործընկերոջ, ոչ թե նախկին գաղութատիրոջ, հա, այո, Ռուսաստանը եղել է նախկին գաղութատեր Հայաստանի նկատմամբ եւ հիմա այդ հարաբերությունները այլևս չկան։ Իհարկե Ռուսաստանում կան դիսկոմֆորտներ այս ներկայիս հարաբերությունների բնույթի հետ կապված, բայց դա էլ նորմալ է, բայց պետք է իրանք այդ դիսկոմֆորտից դուրս գան ու հասկանան, որ Հայաստանը անկախ պետություն է, Հայաստանը սուվերեն պետություն է եւ Հայաստանը արում է սուվերեն արտաքին քաղաքականություն եւ Հայաստանը նաեւ բազմիցս հայտարարել է, որ ինքը որևէ քայլ չի անում Ռուսաստանի դեմ,
բայց Հայաստանը պարտավոր է քաղաքականություն վարի հանուն սեփական ազգային պետական շահերի, քանի որ նաև կյանքը եւ պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը երբեք քաղաքականություն չի վարել ի նպաստ Հայաստանի Հանրապետությանը կամ երբեք Ռուսաստանը իր ազգային պետական շահերը չի ստորադասել Հայաստանի ազգային պետական շահերից վերջին 5-6 տարիների առնվազն 20 թվականից սկսած մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ իրականում որքան էլ մենք համարում ենք եղբայրական դաշնակցային, չգիտեմ, հարաբերություններ, ռազմավարական հարաբերություններ ունեցող երկրներ, այնուամենայնիվ Ռուսաստանը չկանգնեց Հայաստանի կողքին, Ռուսաստանը դա միգուցե ենթադրում էր կամ բխում էր տվյալ պահի Ռուսաստանի ազգային պետական շահից եւ նա այդ պահին թուրք-ադրբեջանական տանդեմի կողքին էր եւ իրենց տեսանկյունից միգուցե դա ռացիոնալ էր կամ իրենց տեսանկյունից դա ռեալ պոլիտիկ էր, այսինքն իրենց տեսանկյունից բնական էր, որ իրանք պետքա պաշտպանեն իրենց ազգային պետական շահերը եւ հետեւաբար մեր համար էլ ռացիոնալ եւ ռեալ պոլիտիկ է պաշտպանել նաեւ անհրաժեշտ է պաշտպանել եւ պահպանել մեր ազգային պետական շահերը։ Խաղաղության գործընթացի մասին պարոն Արաքելյան մի քիչ խոսենք, այսինքն այսօր ուժեր կան, որոնք ասում են տարբերություն իշխանական եւ իշխանամերձ ուժերի, որ արդեն խաղաղությունը իրողություն է, որ վերջին լայվերից մեկը Նիկոլ Փաշինյանի հիշատակ են, որ մենք ոչ մի բան ըստ էության չենք զիջել, բացի այդ միջազգայինորեն ճանաչված տարածքներից, բայց հակառակ բևերից պնդում են, որ մենք շատ բաներ ունենք դեռ իրենցից ստանալու եւ նաեւ կուզենայի իմանալ ձեր տեսակետը արդյոք մասնավորապես խոսքը վերաբերում է օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքներին, որի մասին իշխանությունը չի խոսում, նրանք մեղադրում են իշխանություններին, որ իշխանությունը այդ մասին բազմիցս խոսել է։ Իշխանությունը այդ մասին բազմիցս կամ էլ քայլեր չի անում իշխանությունը։ Տեսեք, քայլեր արվել է, կա հայ-ադրբեջանական երկկողմ ստորագրված սահմանազատման եւ սահմանագծման այդ հանձնաժողովը, որի շրջանակներում այդ հարցերը կլուծվեն։ Այսինքն այդ մասին իշխանությունը բազմիցս ասել։ Այդ հարցերը կլուծեն նաեւ խաղաղության հաստատման համատեքստում ու մեծ առումով այո, այն ինչ որ պատկանում է մեզ կլինի մեր, այն ինչ որ պատկանում է իրանց կլինի իրենց։ Այսինքն այստեղ իշխանությունը խոսել չխոսելու հարց չունի, քանի որ բազմիցս այս մասին խոսվել է։ Այսինքն դուք հավատում եք, որ խաղաղության այս գործընթացը վերջի վերջո հասնելու է իր հանգուցալուծմանը եւ Թրամփի միջանցքը իրականացվելու է, որովհետեւ կներեք միջանց չի, ոչ Թրամփի միջանցն է, ոչ Պուտինի միջանցն է, այդտեղ ընդհանրապես մենք պետքա այդ օտարածին տերմինոլոգիայից դուրս գանք ու կա Թրամփի ուղի, որը չի ենթադրում միջանցք, դա երկու կողմերի միջև պայմանավորվածության արդյունքում ձևավորվող տրանսպորտային հանգույց է կամ ճանապարհ է եւ ըստ էության այո, ինչպես նաեւ երեք թե առաջին օրը նաեւ հայտարարեց վարչապետը, որ այո, այդ ծրագիրը առաջիկայում մտնելու է արդեն ավելի գործնական փուլ, այսինքն փաստաթղթայինից անցնելու ենք հողի վրա, գետնի վրա պրոյեկտի իրականացմանը եւ հետեւաբար որքան էլ որ մարդիկ կան, որոնք փորձում են անորոշություններ կամ անհավատություններ կամ չգիտեմ անլրջություն հաղորդել այս ամենին, միևնույն է իրանց ցանկությունը կամ երազանքը իրականություն չի դառնալու եւ այդ ծրագիրը մենք իրականություն ենք դարձնում։ Այս վերջին ոչ բարենպաստ զարգացումները մեր տարածաշրջանում կապված Իրանի դեմ այս գործողությունների հետ, չեք կարծում, որ կարող է մի որոշակի անորոշ անգամ ժամանակով խոչընդոտել Թրամփի ուղու իրականացումը։ Չեմ կարծում, եւ սա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է, Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում կարող է իրականացնել ցանկացած պրոյեկտներ, այդ թվում Թրամփի ուղին, մենք այսօր տեսնում ենք, որ կա հյուսիս-հարավ նախագիծը, այդ նախագիծն էլ կներեք ճանապարհը դեպի արևմուտք, չէ՞։ Այո, իրականում չէ։ Այսինքն պետք է հյուսիսից կամ, չգիտեմ, հարավ-արևելքից այդ ճանապարհով գան, անցնեն, այդ բեռները գնան Եվրոպա, Եվրոպայից գան, անցնեն գնան էլի, չգիտեմ, այնտեղ որտեղ որ պետք է։ Այդ ճանապարհի շինարարությունը ամենակարևոր հատվածներից մեկը
հարավում իրականացվում է պարսկական կազմակերպության կողմից, հա։ Այդ ինչպես է, որ դա Պարսկաստանին չի խանգարում։ Իհարկե, այստեղ կան ուռճացված հարցեր, ու այդ խնդիրների ուռճացումը գալիս է հենց այն քաղաքական ուժերից, որոնք այսօր սպասարկում են երրորդ երկրի շահերը, ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերը։ Ինչու մի պարագայում ուրեմն Պարսկաստանը ուղիղ ներգրաված այդ դեպի արևմուտք գնացող ճանապարհի շինարարությամբ, ինչու մյուս պարագայում այսպես խնդիրներ պետք է տնեն։ Ոչ մի խնդիրներ չի լինելու, եւ այդ ճանապարհը կգնան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով անցնող ճանապարհը, եւ Հայաստանի Հանրապետությունն է որոշում, թե ում հետ, երբ, ոնց, ինչ ճանապարհը։ Այդ ճանապարհից օգտվելու են բոլորը, ի դեպ, այսինքն դա ճանապարհ չի, որը չոր պետությունների արգելում է օգտվել, ինչ որ պետությունների թույլատրում է։ Ոչ, դա միջազգային տրանսպորտային ուղի է, որից օգտվելու են Չինաստանից սկսած մինչև, չգիտեմ, Եվրոպայի ամենավերջին պետություն։ Օրինակ տեսակետ եմ լսել, որ ադրբեջանական կողմից, այսինքն արդեն դարձյալ քանի որ հնչում են նաև թուրքական կողմից այդ միջանցք, ինչի ես ասեցի միջանցք, պատահական չասեցի, որովհետև նրանք դրան այսպես համառորեն որոշակի շրջանակներ շարունակում են անվանել միջանցք, որը նյարդայնացնում է, չէ՞, մեզ երևի թե բոլորիս։ Մեր խնդիրն է, մենք մեր տեղեկատվական դաշտը շատ հուման։ Մեր խնդիրն է, որպեսզի մենք չբերենք այդ խոսույթը մեր դաշտ, որքան էլ ադրբեջանցիները կոկորտը պատրեն կամ թուրքերը կոկորտը պատրեն, ասեն միջանցք, մենք պետքա այդ հարցերում էմոցիաների չտրվենք եւ չբերենք այդ խոսույթը։ Տեսեք, այսօր Ադրբեջանում կարող են ցանկացած հայտարարություններ անել։ Հիմա ինչ անենք, նստենք ադրբեջանական, չգիտեմ, ես իմ ում հայտարարությունները, ասենք, այ էսենց հայտարար, իրանք գիտեն, որ Հայաստանում կան ուժեր եւ իրենց հարող տեղեկատվական ռեսուրսներ, որոնք նստած սպասում են, թե Ադրբեջանից երբ մի հատ sense հայտարարություն անեն, որ իրանք մի անգամից բերեն հայաստանյան դաշտ, ասեն այդ տեսեք Ադրբեջանը sense բան է ասում ու օգտագործեն Հայաստանի իշխանությունների դեմ։ Ադրբեջանցիները այդ առումով բավականին գրագետ են գործում, իրանք կարողանում են այսպես մի թեթև բաներով ներազդել Հայաստանի տեղեկատվական եւ քաղաքական դաշտի վրա։ Բայց մենք դա չենք գիտակցում։ Մի մասը գիտակցում է, մի մասն էլ գիտակցում է, գիտակցաբար է դա անում։ Մի մասն էլ չի գիտակցում։ Հիմա մենք պետքա նստենք որոշենք, ժողովուրդ ջան, հիմա մեզ պետքա Ադրբեջանից ասած ամեն մի բան բերենք մեր դաշտ, դա վերլուծենք, քննարկենք, քննադատենք եւ այլն եւ այլն։ Մենք շատ բան կարող են ասել։ Եկեք մենք տեսնենք, թե գործնականում ինչ է տեղի ունենում։ Գործնականում կա խաղաղություն։ Գործնականում կան Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական նույնիսկ հարաբերություններ։ Գործնականում մենք Ադրբեջանի տարածքը օգտագործում ենք մեր համար ապրանքներ ներկրելով, բայց Ադրբեջանը դեռևս Հայաստանի տարածքը չի օգտագործել իր համար բեռնափոխադրումներ, դա էլ ֆիքս ենք, էլի, հա։ Արդեն որևէ ամիսն է, ըստ էության այդ ճանապարհներից օգտվում է բացառապես Հայաստանը, ճիշտ է։ Ճիշտ է, չէ՞, Հայաստանն է դեռևս բեռները գալիս են օգտագործում Ադրբեջանի տարածքը իր բեռները ներկրելու համար։ Հիմա այստեղ խնդիրը ո՞րն է։ Հիմա Ադրբեջանն համար խնդիրը նա է, որ ընդդիմության կներեք, ընդդիմության համար խնդիրը նա է, որ նրանք ասում են, որ այդ ճանապարհում մենք ընկնում ենք ուղղակի ադրբեջանական ավելի կախման մեջ, նաև Ադրբեջանի քաղաքական թելադրանքները վերածում են տնտեսական թելադրանք։ Հիմնավորեք, ինչպես ենք մենք ընկնելու կախման մեջ։ Այսինքն այդ ճանապարհները, այսինքն ցույց են տալիս, որ Ադրբեջանն է դարձել մեզ համար, ինչպես իրենք են ասում, կյանքի ճանապարհ։ Կոմունիկացիոն կյանքի ճանապարհ։ Կներեք, ով ասես կոմունիկացիոն կյանքի ճանապարհ։ Եթե մենք ունենք Վրաստանով ճանապարհ, եթե մենք ունենք Իրանով ճանապարհ, ունենալու ենք Ադրբեջանով լրացուցիչ ճանապարհ, ունենալու ենք Թուրքիայով լրացուցիչ ճանապարհ, այդ ո՞նց եղավ կյանքի ճանապարհ։ Կյանքի ճանապարհը կարող լինի, օրինակ, չգիտեմ, եթե երեք կողմից շրջափակված լինենք, լինի միայն վրացական ուղին, կամ եթե երեք կողմից շրջափակված լինենք, լինի միայն ադրբեջանական ուղին, այդ կլինի կյանքի ճանապարհ։ Հասկանում եք։ Բայց եթե մենք ունենք եւս երկու ճանապարհ, որով կարող ենք դուրս գալ, մեր համար բացվում է երրորդն ու չորրորդը։ Այդտեղ կյանքի ճանապարհը որը ոչ, դա լրացուցիչ տնտեսական հնարավորություններ են նախ եւ առաջ մեզ համար։ Որքան մենք կընկնենք Ադրբեջանից կախվածության մեջ, այնքան էլ Ադրբեջանը մեզնից կախվածության մեջ կընկնի, քանի որ այդ ճանապարհը մեր ճանապարհն է, այդ ճանապարհը վերահսկելու ենք մենք
եւ հետեւաբար այդ ճանապարհի օգուտները մեզ են լինելու եւ հետեւաբար այստեղ նման մեկնաբանությունները պարզապես էլի մանիպուլյացիայի ժանրից։ Թրամփի ուղին կարող է այս պատերազմի հետևանքով մի տևական ժամանակով կասեցնել, հաշվի առնելով, որ ամերիկյան կողմը հիմնական ներդրումներ անելու պատրաստական կողմը այսօրվա դրությամբ, գոնե ըստ հայտարարությունների, բնականաբար արդեն այս պատերազմի առումով կարող է կորցնել իր հետաքրքրությունը այս ամենի հանդեպ։ Ինչ կարծիք եք։ Այս պատերազմը ընդհակառակը ավելի է բարձրացնում այս ճանապարհի նշանակությունը։ Երեք թե առաջին օրը, եթե չեմ սխալվում, Եվրոպական միության կամ կայակալասներ կամ կոսը ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներ Իրան պատերազմը էլ ավելի է բարձրացրել միջանցքի նշանակությունը կոնկրետ Եվրոպական միության համար եւ հետեւաբար մենք գիտենք, որ TRIP-ը դա միջանցքի շատ կարևոր օղակներից մեկն է եւ հետեւաբար բարձրացել է նաեւ TRIP նախագծի նշանակությունը գլոբալ աշխարհի համար եւ հետեւաբար ոչ միայն չի նվազել հետաքրքրությունը այս պրոյեկտի նկատմամբ, ընդհակառակը այս պրոյեկտի նկատմամբ հետաքրքրությունը բազմապատկվել է, քանի որ զարգացած աշխարհը այսօր փնտրում է կոմունիկացիայի այլընտրանքային ուղիներ, իսկ այդ ուղիներից մեկը հենց միջանցքն է, որի մի կարևոր օղակ է հանդիսանում նաև TRIP-ը։ Այսինքն գտնում եք, որ բոլոր դեպքերում պատերազմը ինչ հանգուցալուծման էլ գա, բոլոր դեպքերում պատերազմը չի կարող խոչընդոտել։ Գիտեք, մենք նայում ենք տրամաբանության շրջանակներում եւ այս տրամաբանությամբ ոչ մի բան չի խոչընդոտի, որպեսզի այդ իհարկե ես չեմ խոսում միջուկային պատերազմի մասին, որը կարող է ընդհանրապես տարածաշրջանը հասցնել կործանման եզրին մեծ առումով, բայց այս տրամաբանության շրջանակներում այս ճանապարհի նկատմամբ հետաքրքրությունը թե Միացյալ Նահանգների, թե Եվրոպական միության, թե նույնիսկ Չինաստանի, հետաքրքրությունը ոչ միայն չի նվազել, այլ ընդհակառակը բազմապատկվել է, պայմանավորված դուք տեսնում եք, թե Հորմուզի նեղուցի փակման հետ կապված իրադարձությունները, թե մատակարարման շղթաների, այսպես դադարեցումը տարբեր ուղղություններով եւ հետեւաբար սա ցույց է տալիս, որ այլընտրանքային ուղիները այսօր պահանջված են, իսկ այդ այլընտրանքային ուղիներից մեկը հենց TRIP-ն է։ Շնորհակալություն պարոն Արաքելյան, շնորհակալություն, որ եկաք եւ արտահայտեցիք ձեր տեսակետները։ Armix News Արիքի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր տաղավարում էր քաղաքագետ Էդգար Արաքելյանը։ Ես կրկին դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր Armix News ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմեք զանգակոճակը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Շնորհակալություն, այսօր այսքանը բարեկամներ, կհանդիպենք։